մենք որտեղ ենք գտնվում։ Այժմ հյուրասրահի դռները բացված են եւ մենք ընդունում ենք մեր շատ սիրելի հյուրերին։ Մեր գեղեցկության միամսյակը եւ Ռաֆի երջանկությունը շարունակում է, որովհետեւ նա հնարավորություն ունի եթերային տարբերակով 1 ամիս շարունակ շփվել Լոռու մարզի։ Ամեն մարդու բան չէ։ Այո, դու անդադ երազանք պահիր։ Հարգելի հեռուստադիտողներ, մեր շարքը շարունակում է եւ սիրով շարունակում ենք ներկայացնել այն կանանց, այն գեղեցիկ, բայց նաև ուժեղ սեռի ներկայացուցիչներին, ովքեր ապրում են մեր հարևանությամբ, ովքեր հաջողել են իրենց ոլորտներում, ովքեր իրենց կյանքը, նվիրումը, սերը, ջանքերը նվիրել են հանուն աշխատանքի, հանուն ընտանիքի եւ հանուն նաև հայրենիքի։ Եվ սիրով պետք է ներկայացնենք մեր այսօրվա հյուրերին, իհարկե ողջույններ ենք ուղարկում բոլոր նրանց առաջին հերթին, ովքեր մեզ դիտում են Լոռու մարզի Սպիտակ համայնքի տարբեր եւ քաղաքում եւ իհարկե տարբեր բնակավայրերում։ Մենք վստահ ենք, որ դուք կաք եւ այս պահին դիտում եք մեր հաղորդումը, քանի որ ձեր եւ մեր բոլորիս համակարգացիներն են հյուր մեր տաղավարում։ Այո, ես իրոք ներկայացնում եմ այսօրվա մեր հյուրերին մեր տաղավարում Սպիտակ համայնքի Սպիտակի մշակույթի տուն ՀՕԱԿ-ի տնօրեն Աննա Աջամյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եւ Էդվինա Խաչատրյան, տեսնում ես ինձ սիրուն անունն մեր հյուրն է։ Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշխողի Հասմիկ մանկապարտեզ ՀՕԱԿ-ի տնօրենը, բարով եք եկել հարգելի հյուրեր։ Դիվիաջանիկ եմ գտնվել ձեր տաքուկ տաղավարում։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհավորում ենք ձեզ միամսյակի կապակցությամբ եւ ցանկանում անսահման ժպիտներ ու երջանկություն։ Եվ առաջին հարցս գիտես ինչ եմ ուզում հարցնել, Էդվինա անունը ով է ձեզ համար ընտրել։ Տատիկս ունի երկար պատմություն։ Երևի թե գիտեք, եղբայրը ծառայել է այն ժամանակ Գերմանիայում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եւ եղբայրի ետ չի եկել։ Նամակ է գրել հրոջը, որպեսզի առաջնեկի անունը դնի Էդվինա, նամակը ուշ է հասել, դրել է Հասմիկ։ Բայց միշտ աղջկան կոչել են Էդվին, հենց այդ էր պատճառը, որ ես դարձա Էդվինա։ Հրաշալի է։ Անգլիական ծագումնաբանություն ունի, նշանակում է ընկերներով հարուստ, ընկերներով շատ ընկերներ ունեցող մարդ է։ Իսկ այդ արդարացված է այդ ամենը։ Միանշանակ, այո, միանշանակ։ Շատ լավ։ Առհասարակ առաջինը, որ ուզում եմ իմանալ, սիրում եք այս տոները եւ ինչու։ Այո, շատ, նախ շնորհակալ եմ շատ, անչափ շնորհակալ եմ կանանց մասին հաղորդաշար սկսելու եւ մեզ այստեղ հրավիրելու համար, ինչի համար շատ ուրախ ու երջանիկ ենք եւ մեծ սիրով եկել ենք։ Այո, իհարկե շատ ենք սիրում, մարտի 8-ը դա միայն օր չէ, այլ հիշեցում է մեր անգնահատելի դերի, նվիրումի եւ սիրո մասին։ Ես շարունակեմ երևի թե, այո, ես էլ միանշանակ համամիտ եմ եւ սիրում եմ։ Առաջին հերթին գիտեք ինչն եմ սիրում, հենց մարտի 8-ին մեր աղջիկների կանանց աչքերի մեջ մի, չգիտեմ, աննկարագրելի փայլ կա, որ տարածում է ամենուրեք, երջանիկ են այդ օրը մի այլ կարգի, այսպես ասեմ, եւ ասոցացվում է բնականաբան գալստի հետ, այո, գարունն էլ ինքն իրենով արդեն կյանք է, արդեն նոր սկիզբ է, արդեն այսպես արարելու, աշխատելու ձգտումներ են երևի թե եւ հասնելու համար էլ նպատակներ պետք է դրվեն, ինձ թվում է հենց գարնանը, որպեսզի իրականություն դառնա։ Շատ սիրուն։ Այո, ինչ եք մտածում, տարվա մեջ մի ամիս պետք է լինել ու շատ սիրուն։ Միանշանակ ամբողջ տարին։ Դե գուցե որ շատ երկար էր, կորչեր իմաստը։ Կանոնից է խոսում, դուք այո, ինձ թվում է կորչեր, բավական է 1 ամիսը, եթե շատ երկար էր, կորցներ իմաստը։ Ես օրինակ գիտեմ, որ 11 ամիսը մերն է, ուղղակի այդ մերն է, հա, դե գումարած 1 ամիս։ Գումարած 1, այո։ Ամենահիշարժան մարտի 8-ը եղել է ձեր կյանքում, կհիշեք, որ երբեք չեք մոռանալ։ Երևի թե բոլորն են հիշարժան, ինձ համար առավել քան կարևոր է, քանի որ ոլորտում եմ, մի այնպիսի ոլորտում եմ աշխատում, որտեղ կան շատ փոքրիկ մանուկներ եւ ինձ համար ամենասպասված, այսպես ասեմ, շնորհավորանքը դա մեր փոքրիկների շնորհավորանքն է, նրանց ձեռքի աշխատանքներն են, որ նվիրում են պարտադիր այդ օրը եւ ես այդ օրը մի այլ կարգի երջանիկ եւ ուրախ եմ։ Ես այդպես որպես հիշարժան չեմ կարող հիշել, որովհետեւ բոլոր տարիների մարտի 8-ներն էլ տարբեր են լինում։ Տարբեր միջավայրում, տարբեր մարդկանց հետ, տարբեր քաղաքներում, նույնիսկ տարբեր երկրներում ենք անցկացնում, բայց միշտ էլ ծաղիկներ, նվերներ լինում են, որ շատ հաճելի է ստանալը։ Ինչ է կարծում այս համատեքստում ամենակարևորն ուշադրությունը, թե ամեն դեպքում ծաղիկները, նվերները, թե բոլորը միասին։ Բոլորը միասին, լրացնում են միմյանց։ Այո, բոլորը միասին։ Առաջնային երևի թե
Այո, միշտ էլ հաճելի է ծաղիկ ստանալը։ Հռետորական հարց, Ռաֆը սիրում է ասել, որ դրա պատասխանն անգամ Google-ը չգիտի։ Google-ն չգիտի, հատորներ են գրվում։ Այո, կնոջ ցանկությունները միշտ հանգամանքներով է պայմանավորված, ինձ թվում է։ Տարբեր հանգամանքներից տարբեր ցանկություններ ունեն։ Մեկը ցանկանում է ուշադրության կենտրոնում լինել, մեկը ցանկանում է թանկարժեք նվերներ ստանալ, մեկը ցանկանում է արտաքինին ինչ-որ փոփոխություններ կամ ինչ-որ մի բան, տարբեր են ցանկությունները, բայց ինձ թվում է բոլոր կանայք ունեն մի ցանկություն, խաղաղության մեջ ապրեն, հոգու եւ մարմնի ներդաշնակություն, ինքնաբավ լինեն իրենց հետ։ Ես էլ երևի թե ամբողջացնեմ, ինձ համար ամենակարևորը լսելի լինելն է, գնահատված լինելն է եւ ի վերջո որ շատ կարևորում եմ հիմա հենց այս պահին դա պաշտպանված լինելն է։ Պաշտպանված կինը երևի թե ամենակարևորն է, որպեսզի նա իրավունքները չոտնահարվեն, լինի գնահատված բոլոր ոլորտներում եւ իր թեկունքում զգա հենարան ունենա եւ շարժվի դեպի առաջ։ Ինչպիսին է ձեր համայնքում, ձեր աշխատանքի մեջ կնոջ դերը, ինչպես ասում են, եւ որքանով է կարեւորվում եւ գնահատվում։ Այդ թիկունքը զգում եք։ Միանշանակ զգում ենք, շատ կարեւոր է միջայլոց, քանի որ եթե ունենք նախաձեռնություններ, եթե ինչ-որ ունենք պլանավորած աշխատանքներ, եթե մերժվի, միանշանակ առաջ գնալ չենք կարող ու փառք Աստծո երբևէ չի մերժվել եւ ստիպել են մեզ առաջ շարժվել եւ հասնել մեր նպատակներին։ Այո, Հայաստանում քաղաքական թե հասարակական գրեթե բոլոր ոլորտներում տարեց տարի ավելանում է կնոջ դերը եւ դիրքը, ինչը շատ գովելի եւ հաճելի է։ Իրականում խելացի, զարգացած գիրտ կինը կարողանում է ցանկացած միջավայրում, ցանկացած հարցում շատ հեշտ ու արագ լուծում տալ, կարող է բաներ նկատել, որ տեսնել, որ տղամարդը նույնիսկ դա չնկատի։ Այդպես մեկը մյուսին լրացնելով կարողանում է իր դիրքն ու տեղը գրավել հասարակության մեջ։ Կինը միշտ էլ հանդուրժող է ավելի խաղաղասեր, ավելի հանգիստ։ Դրա համար էլ իմ կարծիքով ավելի հեշտ ու հանգիստ է լուծվում խնդիրները։ Իսկ ինչ վերաբերում է գնահատականին մեր համայնքի կողմից, մեր համայնքի ղեկավար Քաջարի Նիկողոսյանը շատ բարձր է գնահատել, միշտ է շատ բարձր է գնահատել կանանց դերը, տեղը համայնքում։ Մինչև մշակույթի տանտնօրեն լինելը ես նաև ավականու անդամ եմ Սպիտակ խոշորացված համայնքում։ Այդ ժամանակ ավելի ակնհայտ, ավելի դրսևորումները ավելի པարզ ու հասկանալի էր բոլորիս համար, էլ որ շատ բարձր է գնահատում եւ այլ սանդղակի վրա է եղել միշտ իր համար կնոջ աշխատանքը եւ բոլոր առիթները չի կորցնում շնորհակալության երախտիկի խոսքը ասելու եւ շնորհակալագրեր պատվոգրեր տալու համար շնորհակալ է լինում միշտ մեր աշխատանքից։ Քանի որ խոսք գնաց, ասեմ, որ նաեւ այս նախաձեռնությունը մենք իրականություն ենք դարձնում Լոռու մարզի բոլոր համայնքների հետ, այդ թվում նաև Սպիտակի, եւ իհարկե նաև շնորհակալություն այդքան նվիրված, այդքան այսպես կարևոր նախաձեռնությունների մեր կողքին եւ իհարկե նաև ձեզ հնարավորություն տալու ձեր աշխատանքը ներկայացնելու։ Այո, դրա համար էլ ենք շնորհակալ։ Տարեց տարի կորչում է, չէ՞, այն կարծիքը, որ կինը համարվում է թույլ սեր, բայց այսօր դուք ղեկավարում եք կառույց եւ ձեր ենթակայության տակ կան նաեւ տղամարդիկ, չէ՞, վստահ։ Այո։ Հեշտ է լինել կինը ղեկավար։ Շատ, ինձ համար շատ հեշտ է։ Ես երբեք չեմ համարել ինձ ղեկավար, դա կփաստեն նաեւ իմ աշխատակիցները, ես իրենց հետ շատ ընկերական, շատ հարազատ, շատ անմիջական մի միջավայր է։ Այնտեղ ավելի շատ ենք լինում, քան մեր ընտանիքներում, մեր տներում։ Այո, դա մեր համար երկրորդ տուն է եւ այնտեղ բոլորս մեկս մյուսին շատ սիրում, գնահատում եւ հարգում ենք։ Չէ՞ պարագայում կա։ Մեր պարագայում մի քիչ մեզ մոտ ավելի թեթև է, քանի որ բոլորն են կանայք, մի դրամարդ ունենք, հակառակսերի ներկայացուցիչ, որին գուրգուրում ենք, փայփայում ենք։ Բայց իհարկե հեշտ է, քանի որ բոլորի հետ շատ լավ հարաբերություններ են, ունեմ լավ կոլեկտիվ, այսինքն չկա մի այնպիսի բան, որ ես առաջարկեմ ու մի անգամից չհամախմբվենք եւ այդ առաջարկը անմասն չմնա իրենց համար։ Օգնում են ինձ շատ եւ կանգնած են իմ թիկունքին ամեն հարցում, ցանկացած, ինչ լինում է, ինչ որոշում ենք, դա ի կատարածում է։ Տեսախցիկը դժվար կարողանա փոխանցել են էմոցիաները, հա, ձեր աչքերի փայլը ձեր աշխատանքի մասին խոսելիս։ Ինչու եք սիրում ձեր աշխատանքը։ Ինչ է տալիս այն ձեզ։ Եվ որպես աշխատանք, եւ որպես կին եմ ուզում բացատրեք դա։ Այո, գուցե նրա համար, որ նորից եմ կրկնում, շատ գնահատված եւ սիրված ենք։
թե ղեկավարության, թե աշխատակիցների, թե իմ շատ սիրելի համայնքի բոլոր բնակիչների կողմից։ Այդ է վկայում նրանց ամեն անգամ շնորհակալ լինելու գովեստի խոսքեր ասելը, որ ավելի պարտավորեցնող է եւ ավելի շատ է ստիպում ավելի շատ աշխատել ու ավելի շատ ու շատ սիրել աշխատանքը։ Շատ լավ։ Ես նախ սկսեմ այն բանից, որ տարբեր ոլորտներում եմ աշխատել, ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել եմ Վանաձորի երկրագիտական թանգարանում որպես գիտաշխատող, այնուհետև 6-րդ դպրոցում Վանաձորի որպես լոգոպեդ, այնուհետև տեղափոխվել եմ Արևաշխող միջնակարգ դպրոց եւ աշխատել որպես մանկապատանեկան խմբակի ղեկավար։ Մի խոսքով էսպես երկար ճանապարհ եւ 2012 թվականից արդեն ղեկավարել եմ Արևաշխողի հասմիկ մանկապարտեզը։ Միանշանակ էստեղ են ասում, որ Աստծո գործերն անքննելի են, երբևէ չեմ պատկերացրել ինձ այդ ասպարեզում, բայց ես մեր աշխատանք համարում եմ օրհնված աշխատանք, քանի որ աշխատում եմ այսպես մաքուր, պարզ, լուսավոր էակների հետ։ Որն է ձեր կյանքի ամենամեծ նվաճումը, որի համար պարտանում եք մշտապես։ Ինձ թվում է դեռ ամենամեծ նվաճմանը չեմ հասել, որովհետև կյանքը դեռ առջևում է եւ ես շատ նպատակներ ունեմ հասնելու ամենաբարձրին, բայց այս պահին նվաճում ասեմ, թե ձեռքբերում ես դա համարում եմ իմ երեխաներին։ Տղաս սովորում է Երևանի բժշկական համալսարանի 6-րդ կուրսում, աղջիկս Երևանի պետական համալսարանի 2-րդ կուրսում, երկուսն էլ անվճար։ Դա այս պահին իմ ամենամեծ ձեռքբերումն է թերևս։ Ինձ համար էլ երևի թե ամենակարևոր նվաճումը դա իմ երեխաներն են, իմ ընտանիքն է։ Երևի թե դրանից առավել ոչինչ չկա կնոջ համար։ Երեխաների ընտրության հարցում դեռ ունեցել եք մասնագիտական ուղղվածություն եւ ապագայում ովքեր են նրանք լինելու։ Հա, տղան բժիշկ։ Այո, տղան բժիշկ, աղջիկը արևելագետ։ Արևելագետ։ Ուղղորդում եղել է տղայիս, որ հարցնում են, ասում են, եթե բժիշկ չլիներ, օրինակ, ինչ կցանկանայի լիներ, ասում են, իսկ ինչի այլ մասնագիտություններ կա այս աշխարհում։ Դեռ չծնված ժամանակից ես համոզված եի, որ բժիշկ է լինելու։ Դա իմ երազանքն էր, որ ես դառնայի բժիշկուհի, որ չի ստացվել, փորձել եմ տղայիս միջոցով իրականացնել իմ երազանքը եւ շատ շնորհակալ եմ Աստծուն դրա համար։ Եթե տրվեր հնարավորություն անցյալում ինչ որ մի բան փոխելու, ինչ է կլիներ դա, ինչ կփոխեիք։ Միգուցե կփոխեիք։ Հա, իմ անձնական կյանքում ոչինչ չէի փոխի, բայց այ բոլորիս կյանքում շատ կուզենայի ջնջեի 88 թվականի ավելի երկրաշարժը եւ այն բոլոր պատերազմները, որոնց միջոցով ստիպված եղանք անցնելու։ Ես էլ միանշանակ ոչինչ չէի փոխի, երևի թե ոչինչ չէի փոխի, թողուն այնպես ինչպես կա։ Ձեզ երջանիկին համարում եք։ Այո, շատ, եւ երջանիկին, եւ երջանիկ մայր։ Այո, ես։ Ինչն է ձեզ ստիպում ամենաշատը զգալ, որ ապրում եք լիարժեք կյանքով, որ չեք ուզենա ոչինչ ավելացնել, կամ գուցե ավելացնեք, բայց ամեն դեպքում լիարժեքություն զգում եք։ Ինձ թվում է երջանիկ լինելու համար ես ունեմ ամեն ինչ, շատ սիրող, հավատարիմ ամուսին, լավ ընտանիք, լավ դաստիարակված երեխաներ, շատ սիրելի աշխատակիցներ, լավ շրջապատ, ընկերներ եւ ամենասիրելի աշխատանքը, որ ունեմ, այդքանը ինձ երջանիկ դարձնելու համար թվում է արդեն իսկ բավական է, թող Աստված պահի, պահպանի այն ամենը ինչ ունեմ։ Եվ ինչպես ժողովուրդն է ասում, շատ չհամարի։ Շատ չհամարի, այո, պահի ու պահպանի։ Որն է ձեր կյանքի գլխավոր սկզբունքը, որից երբեք չեք հրաժարվել։ Ապրել հասնելու համար, աշխատել նվաճելու համար եւ ինքնակատարելագործվել, ինքնակրթվել եւ ձգտել ավելին, չբավարարվել այնքանով, ինչքան որ ունենք։ Երևի թե սա ամենակարևորն է։ Ինձ թվում է երկրագնդի վրա կնոջ համար ամենառաջնայինը բարությունն է։ Եթե կինը բարի է, ապա գեղեցիկ է, ապա հաճելի է, երջանիկ է։ Թերևս բարությունն է փրկում աշխարհը եւ ես իմ կյանքում երբեք չեմ դադարել բարի լինելուց եւ բարություն անելուց։ Շատ սիրուն։ Այո, այո։ Շատ սիրուն հնչեց։ Բայց ուզում եմ նաեւ հարցնել, ինչ վախեր ունեք։ Եվ առհասարակ ինչից է վախենում կինը։ Ինչ վախեր ունի առաջ։ Կինը, մայրը։ Երևի թե սիրված չլինել, լսված չլինել, գնահատված չլինել եւ ընտանիքում եւ հասարակության կողմից։ Երևի թե այդքանը։ Մի քիչ հակասություն կար։ Դուք սիրված եք, գնահատված եք։ Հա, բայց վախեր ունեք։ Վախեր ունեմ։ Ինչի՞։ Գուցե, չգիտեմ։ Չէ, ես ամենից շատ վախենում եմ
բնական աղետներից, պատերազմներից, այն ամենից, ինչ որ ես չեմ կարող փոխել, չեմ կարող կառավարել։ Իսկ այն թեթե վախերը, անհանգստություն ասեմ, մտահոգություն, տագնապ, դրանք բոլորը հաղթահարելի են։ Դրանք ես չեմ համարում եւ վախ եւ դրանք ես բոլորը կկարողանամ հաղթահարել։ Բացառությամբ այն բոլոր նշվածներից, որոնց չենք կարող կառավարել։ Ձեր կյանքում քանի գույն եք եղել դուք ընթացքում եւ այս բանը դուք լինեիք գույն, որ գույնը կլինեիք։ Կանաչ միանշանակ, այո։ Միշտ այդպեսին, այո։ Ես ինձ մոտ կապույտը միանշանակ խաղաղությունն է, կապույտը միանշանակ նպատակներն են, կապույտը հանգստությունն է, չգիտեմ, ինձ համար կապույտը իր բոլոր երանգներով։ Կանաչը երևի որպես թարմության խորհրդանիշ։ Որպես կյանք, գարուն, սկիզբ, ամեն ինչ, իր բոլոր երանգներով։ Այո։ Մայրեք, ճիշտ է։ Այո։ Ինչ փոխվեց ձեր բալիկների ծնունդից հետո ձեր կյանքում։ Երբ որ հասկացաք, որ շրջադարձ էր։ Ուզում եմ հետ գնանք տարիների մեջ ու պատմեք մեզ։ Այո։ Կնոջ առաքելությունը երևի հենց մայր լինելն է։ Ամեն ինչ է փոխվում կյանքում, երբ որ դու արդեն մայրանում ես։ Ինքնամոռաց նվիրում, անսահման սեր, հոգատարություն, ուշադրություն։ Այն ամենը, ինչ դու ապրել ես մինչև այդ քո համար, արդեն դառնում է մի այլ սկզբունք, ամբողջությամբ նվիրվում ես երեխաներին։ Երջանկացրել է միանշանակ այլ գույներ տվել կյանքին, ապրելու այլ ցանկություն, մի ամբողջ աշխարհ է։ Այո, ապրելու իմաստ են տվել մեզ մեր փոքրիկները եւ ինձ համար կարեւորն է, որ պատասխանատվություն են կրում նրանց ամեն ինչ համար, նրանց կյանքի առողջության, ամենակարևորը ուսուցման, դաստիարակության, այսինքն մեր ուսերին դրվում է մի մեծ պատասխանատու աշխատանք առաջինը դաստիարակել երեխաներ, որոնք հետագայում պետք է պիտանի լինեն հայրենիքի երկրի համար։ Ինձ թվում է դա առավել քան կարևոր է, հատկապես հիմա։ Որքան էլ որ փորձենք չխոսել այս թեմայով, բայց այնուամենայնիվ չեն կարող նաև մոռանալ անցյալում ինչեր կատարվեցիք մեր Հայաստան աշխարհում։ Ինչպիսին կուզեք տեսնել հայ կնոջը։ Ուժեղ, ինքնավստահ, նպատակասլաց, երևի թե Միշտ ուժեղ, միշտ անգոտրում, ժպտուն, միշտ պայծառ, միշտ ուրախ, թերևս այդքանը որ լինի հայ կնոջ ձեռքում շատ բան կփոխի։ Երջանիկ, սիրված, հաջողված կին լինելու դեպքում ամեն ինչ կփոխվի։ Այլևս չտեսնի այն տխրությունը, դառնությունը, չեմ ուզում այս գեղեցիկ օրով այդ թեմային անդրադառնալ։ Եթե ընտրեք մեկ բառ նկարագրելու ձեզ։ Դու միգուցե մի քիչ մեծամտություն կամ ինքնագովեստ թվա։ Չէ, բացարձակ։ Չէ, ես շրջապատի անունից կարող եմ ասել, ինձ շատ հաճախ ինձ իմ ընկերները շրջապատը բոլորը Մայր Թերեզա են անվանում։ Դա ձեր բարությունից է գալիս, այո, հաստատ։ Եվ կարող են ասել։ Ես էլ աշխատասեր եմ անչափ, չեմ վախենում ոչ մի տիպի աշխատանքից, այնպես որ Դե այդքան աշխատանքը թողել եք գնացել հարևաշողն եք շողացնում։ Շատ լավ։ Շատ բարի։ Շնորհակալ այս կյանքում եւ ամեն ինչ շատ։ Միանշանակ իմ ծնողներին, առաջին հերթին Աստծուն, որ ծնվել եմ հենց այն ընտանիքում, որտեղ որ մեծացել եմ։ Շնորհակալ եմ ծնողներիս, նախ ասեմ եւ մեծ պատվով ասեմ, որ բազմազավակ ընտանիքի առաջնեկն եմ։ Այո, ինձ շատ պարտավորեցնող է։ Ընտանիքում եմ մեծացել, որտեղ հոգատարությունը, սերը, չգիտեմ, եւ ասեմ մի բան նաեւ, որ հավասարություն է եղել։ 4 աղջիկ ենք մի տղա, բայց երբևէ մենք այդ տարբերությունը չենք զգացել։ Հետո հայրիկից ներդրումն է շատ, որ մեզ միշտ այսպես ցույց է տվել ճիշտ ճանապարհ, որպեսզի առաջ շարժվենք, չընկճվենք եւ պայքարենք հասնելու համար։ Կեսնում ձեր եղբորը ոնց եք պահել, այսպես քույրերով, եթե ձեր քույրերն էլ են ձեզ նման։ Հիմա որ ասում են, մենք թիկունք ենք մեր եղբոր համար, միանշանակ թիկունք ենք։ Աստված մի արածը մի բան եւ 4 քույրիկներով այսպես շրջապատում ենք։ Դա երևի ամենամեծ, այսպես, չգիտեմ, ուժն է։ Ուժն է։ Ես շնորհակալ եմ Աստծուն իմ ամեն օրվա համար։ Շնորհակալ եմ մայրիկիս, ամուսնուս, ընտանիքիս, իմ շրջապատին, բոլորին, ի վերջո մենակ ոչինչ չի լինում։ Ուզում եմ նաև հարցնել ձեր կյանքում կանայք, ովքեր ձեր կյանքում թողել են հիշարժան հետ կամ շարունակում են թողնել։ Ազդեցիկ կանայք, ովքեր են եղել ձեր կյանքի։
Յուրաքանչյուր տարիքում ես ունեցել եմ սիրելի ուսուցիչ, սիրելի ընկերուհի, դասախոս, բայց միշտ էլ ինձ համար կնոջ իդեալ եղել է Մարգարիտ Պետչերի միանշանակ։ Կնոջ իդեալ բոլոր պարագաներում, բոլոր բնագավառներում հզոր, կանացի, հմայիչ, գեղեցիկ եւ ամենակարող։ Եվ երկաթյա։ Եվ երկաթյա, այո։ Ինձ համար ինքն է։ Իսկ ինձ համար երևի թե ավելի շատ տատիկս է, որովհետև բոլոր թորնիկների մեջ մի յուրահատուկ ձևով դաստիարակություն կա, նախ շատ հայրենասեր էր տատիկը, շատ եւ գնահատում էր գիտելիքը, գնահատում էր ուսումը, հնարավորություն չէր ունեցել ժամանակին կրթվելու, բայց մեզ միշտ ասում էր կարդացեք, սովորեք, ու 99-ին մոտ էր որ մահացավ, այսպես գրքեր իր կողքին դրված, շատ էր սիրում կրթությունը ամեն դեպքում եւ դա է որ բոլորս հպարտորեն կարող ենք ասել, որ բոլոր թորնիկներս ունեն բարձրագույն կրթություն։ Տատիկի երազանքն իրականացրել։ Նաեւ նրա ասում էր ես ամենաերջանիկ տատիկն եմ, տեսեք բոլոր թորներս ունեն բարձրագույն կրթություն։ Մեկ ամսյակի շրջանակում ինչ կմաղթեիք մեր մայրերին, քույրերին, տատիկներին, ձեր գործընկերներին, այն մարդկանց քեզ ծաղկացնում են այս կյանքը, ինչպես ասում են կանայք։ Առաջին հերթին առողջությունը ամենակարևորը։ Թող խաղաղ երկնքի տակ անցնի նրանց յուրաքանչյուր օրը։ Միշտ լինեն գեղեցիկ, միշտ լինեն հմայիչ, հաճելի շրջապատին, այդպես ավելի շատ կլինեն սիրված եւ գնահատված, լինեն գնահատված եւ ապրեն անհոգ ու երջանիկ։ Այս խաղաղ երկնքի տակ։ Միանշանակ բոլորս են մաղթում առաջին հերթին խաղաղություն, հետո նոր երջանկություն, առողջություն։ Ուզում եմ միշտ նպատակներ ունենան կանայք։ Ուզում եմ, որ միշտ առաջ արվեն հենց այդ նպատակներ իրագործելով։ Ուզում եմ ուղղակի ապրեն եւ ապրեցնեն բոլորիս։ Ձեր երազանքների մասին էլ մեզ պատմում եք, որպեսզի նաեւ վերջաբան տանեք հաղորդման։ Ինչի մասին եք երազում։ Ընտանիքում երևի թե որպեսզի կարողանան մեր փոքրիկ են իմանք, հասցնենք իրենց նպատակներին։ Իսկ աշխատանքի մեջ երազում եմ մի օր գա, որ պարտեզս ապահովված լինի այն բոլոր անհրաժեշտ պայմաններով, որ երբևէ իմ դաստիարակը մանկավարժը չմտածի, վայ գիտեք, ես մի բան չկա, բերեք, սենց այս թղթից պատրաստենք, որ մեր դասապրոցեսը շատ լավ հարթ ընթանա։ Երազում եմ, որ ունենամ շատ լավ պայմաններ պարտեզում եւ դաստիարակեմ, կրթեմ, մեծացնեմ մեր փոքրիկներին, այսպես։ Երազանքներ երևի չասեմ, վաղուց ինձ թվում է այդ տարիքից դուրս եմ եկել երազել։ Այո, նպատակներ ասեմ։ Նպատակներս նորից պիտի կրկնեմ կապած են երեխաների հետ, որ տեսնեմ իրենց բարձունքում, արժանի տեղում, որտեղ որ իրենք պետք է լինեն։ Իսկ աշխատանքում շատ եմ ուզում, որ Սպիտակի մշակույթի տան դահլիճը միշտ լինի լեփլեցուն եւ մարդիկ խաղաղ երկնքի տակ գոհ ու երջանիկ գան վայելեն մշակութային կյանքը։ Շնորհակալ ենք, Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ ձեզ։ Շնորհակալություն ձեզ մաղթում ենք կանացի չխամրող հմայք, միշտ լինեք այսքան հմայիչ, այսքան գեղեցիկ եւ այսքան բարի։ Ժպտունաչ։ Այո, բարի։ Այո։ Իսկ մեր հաղորդման գործընկերոջ եւ ինչպես նաեւ Ֆորտունա Ռոստանգերության կողմից Լիլի Ռոս ծաղկի խանութի կողմից այս գեղեցիկ ծաղկի փնջերը շնորհավորում ենք ձեզ, հանձնում ենք ձեզ, ասում ենք շնորհակալություն, միշտ շփտացեք եւ եղեք Եվ ծաղիկների նման։ Շնորհակալ եմ շատ ձեզ իրականում այս գեղեցիկ օրվա համար, գեղեցիկ ծաղիկների։ Եվ ես նույնպես ես համար մի փոքրիկ անակնկալ ունեմ, որպես հուշանվեր, հենց Արևաշովի Հասմիկ մանկապարտեզ լոգոտիպով եւ իմ ձեռքի աշխատանքը հենց որը խորհրդանշում է հենց գարունը։ Աստորեն դա եք այդտեղ թափում։ Այո։ Կռահել, չէ՞։ Իսկ շատ գեղեցիկ է։ Շնորհակալություն։ Թող մի փոքրիկ, այսպես Գարուն բերի այստեղ։ Շնորհակալ ենք։ Իսկապես գարնանային անակնկալ նվերը, շնորհակալ ենք շատ։ Ձեր ինչպես մեծերն են ասում, ձեռքերը դալարվում են, հա, այդպես են, չէ՞, ասում շնորհակալություն։ Մեր հաղորդման գործընկերների կողմից ձեզ տրամադրում ենք նաև զեղչի կտրոններ, Դավշին շինարարական կազմակերպությունից այս ընթացքում եւ մեր տաղավարում գտնվող կանայք ունեն 15% զեղչի հնարավորություն։ Ես էստեղ դնեմ իմպերիա կահույքի սրահից դարձյալ գնումներ կատարելով զեղչված 20%-ով Family-ից մոռանում եք ձեր բոլոր հոգսերը եւ այստեղ կան այն ամենը ինչ որ կարող եք թեկուզ կիսաֆաբրիկատներով ձեռք բերել եւ իհարկե զեղչված տարբերակով եւ կահույքի սրահ
Step for Nature-ից եւս կարող եք պատվիրել զեղչված գնումներով։ Շնորհակալ ենք իհարկե ձերն են։ Շնորհակալ ենք, ձեզ մաղթում ենք ուրախ միամսյակ։ Ձեր կտրոններն են այստեղ են գնում։ Խնդրում եմ սա դուք վերցրեք եւ մաղթում իհարկե լավ տրամադրությամբ լեցուն տարվա բոլոր օրեր։ Այո, ձեզ նույնպես շնորհակալ ենք ամեն ինչի համար։ Լավ մնացեք, ձեզ հաճելի օր։ Ձեզ բարի ճանապարհ։